Կարմենը շատ սիրում է իր ընտանիքը, շատ ընտանիքի մարդ է, շատ սիրում է իր մտերիմներին, շատ սիրում է իր ծնողներին, շատ։ Եվ այդպես էլ ապրում է, այդպես էլ աշխատում է։ Մարդը ոչ միայն Հիպոկրատի երդում է տվել, այլ պարզապես մարդը իր մեջ, իր էության մեջ, իր գենետիկորեն նվիրվելու, անձը զոհելու հանուն դիմացինի, հանուն ընկերոջ, հանուն իր քաղաքացու այդ բացառիկ տաղանդն ունի։ Շնորհալի տաղանդավոր տղա է։ Թե իր մասնագիտության մեջ, թե արվեստին վերաբերվող։ Կարող եմ ասել, մի հատ թերություն ունի, որ ֆուտբոլի նկատմամբ մի քիչ անտարբեր է։ Ուրիշ թերություն իրեն հետ կապված ես չեմ տեսել մինչև հիմա։ Դժվար է պատկերացնել այդքան լավ գեղեցիկ որակներ պարուրված, ամփոփված մեկ անձնավորության մեջ։ Մտածեք, փառահեղ բժիշկ, շատ լավ ընկեր, ընտանիքի հոգատար, բացառիկ հոգատար եւ լավ դաստիարակություն զավակներին լավ դաստիարակություն տված հայր եւ վերջապես ֆանտաստիկ նախարար։ Մտերմությունը նման մարդու հետ դու քեզ ապահով ես զգում։ Դու զգում ես այն ապահովությունը, որ կողքդ թիկունք կա, մարդկա որ կարող է որոշում կայացնել։ Եվ դա ես կարծում եմ դա երջանկություն է ունենալ նման ընկեր, նման հարազատ եւ հասարակության մեջ նման մարդ, պրոֆեսիոնալ, որը ապրում է այսօր մեզ հետ եւ ամեն ինչ անում է, որպեսզի ինչ որ բաներ տեղի ունենան կյանքում իր պրոֆեսիոնալ բնագավառում։ Նա կլինի բժիշկ միշտ, վաղներ ինչպես այսօր, ինչպես մենք բոլորս բժիշկներս, նա կունենա անհանգիստ կյանք, տագնապալի կյանք, բայց միևնույն ժամանակ վեհ կյանք։ Արմեն Մուրադյան, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2 մենագրության եւ ավելի քան 70 գիտական աշխատանքի հեղինակ է։ Առողջապահության հմուտ կազմակերպիչն ավելի քան 2 տասնամյակ է, ինչ հաջողությամբ համատեղում է կլինիկական, գիտական եւ մանկավարժական գործունեությունը, նպաստելով մեր երկրում ուրոլոգիայի զարգացմանը։ Նրա հետաքրքրությունների լայն շրջանակում իր արժանի տեղն ունեն պատմությունը, գրականությունը եւ արվեստը։ Գյուղական կյանքն իր ամբողջ ներդաշնակությամբ մշտապես գրավում է մեր այսօրվա հյուրին։ Արմեն Մուրադյանի հետ ընթրիքն էլ քաղաքի աղմուկից հեռու բնության գրկում գտնվող իր հյուրընկալ տանն է, հյուրականում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Ձեզ շատ հաճելի է։ Պարոն Մուրադյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք մի քանի ամիս շարունակ չի ստացվում մեր նկարահանումի, դեպ մենք համաձայն ենք ցանկացած օր եւ օրվա ցանկացած ժամ, այստեղից կարող ենք արդյոք հետեւություն անել, որ ընթրիքին այնուամենայնիվ չի ստացվում տանը լինել։ Ես մեծ հաճույքով կլինեմ տանը, անշուշտ, եւ ինձ համար շատ նաեւ հետաքրքրական է ձեզ հետ զրուցելը, այս հանդիպումը, բայց անգամ ընտանիքի հետ շփումը չեմ կարող առաջնահերթություն տալ եւ աշխատանքը շատ մեծ ժամանակ է ինձանից տանում, իրականում մեծ ծավալ է, մեծ հետաքրքրությամբ աշխատում եմ հոգեորությամբ եւ կարծում եմ, որ ներողամիտ կլինեք։ Մենք արդեն հասկացանք ու համոզվեցինք։ Ամեն դեպքում շնորհակալ եմ։ Բայց ամեն դեպքում ընթրիքին նախընտրած ուտեստ ունեք։ Ընթրիք հասկացողությունը առհասարակ չկա ձեզ համար։ Այդպիսի երևույթ շատ անգամ տանը դառնում է որպես կռվախնձոր, հաշվի առնելով որ ուշ ժամի եմ գալիս եւ եթե ինձ այլ մտքերով չտարվեմ աշխատանքային փաստաթղթերով, եթե հիշեմ որ արդեն մի քանի ժամ է որ որևիցե բան չեմ կերել, անպայման դա դառնալու է խոսակցության առարկա, որ այս ժամին հաց չեն ուտում եւ ինքդ ուրիշներին քարոզում ես, բայց փաստացի անառողջ սննդակարգ ես վարում, ուստի այդպիսի հասկացողություն ընտրիկ աշխատում եմ, որ տանը անդորը պահպանելու հետ կապված աշխատում եմ չլինի։ Բայց իրականում ճիշտ լավ նախաճաշ անելն է, որ կարողանաս առավոտյան ամենաակտիվ ժամերը անցկացնել, ճաշի ժամին հնարավորինս ճիշտ ռեգուլյացիա անել այդ պահը, որ կարողանաս ընդունել սնունդը համապատասխան ժամերի, քեզ սովորեցնես, երևի թե վերջի տարին արդեն դրան ավելի ուշադիր եմ, հիվանդանոցում աշխատում էի, այդ պահին դժվար էր ավելի լինում այդ սննդակարգը, ռեժիմը պահել, բայց հիմա ներկայում փորձում եմ ժամերով պահել, որ երեկոյան ուշ այդ ընթրիքի խնդիրը չծագի։
Իսկ կարակով տապակած կարտոֆիլը երբ Շատ եմ սիրում։ Շատ եմ սիրում։ Ինձ չեմ զսպում այդ հարցում երբևէ, համարելով որ այդքան հաճախ չեմ չարաշահում եւ մանկուց երևի թե ամենասիրած ուտեստն է։ Տատիկս վիրաբույժերն էր պատրաստում, շատ ջերմ հարաբերություններ ունեմ, ջերմ հիշողություններ կապված իր հետ եւ երեկոյան ժամերը սովորաբար հետաքրքիր պատմվածքներով այդ մանկական հետաքրքիր ասոցիացիաները մինչև այսօր կան։ Դուք ստիպեցիք արդեն որ մենք խոսենք մանկությունից։ Սիրով։ Ձեր մանկությունը անցել է բժիշկների, նաեւ երաժիշտների միջավայրում։ Այո։ Շատերի համար էր անսպասելի, որ այդ ընտանիքից պիտի դուրս գար ոչ երաժիշտ։ Գիտեք, այդպիսի խնդիր դրված չէր, որ կլինեմ երաժիշտ, կլինեմ բժիշկ, քույրս գնաց հայրիկիս ուրեմն ուղիով, նա դարավ երաժիշտ, ես դարա վիրաբույժ, բժիշկ։ Մենք կարծես թե կիսեցինք այդ ուղղությունները, այդ միջավայրը շարունակեցինք դինաստիան, բայց այսօր երաժշտությունը ինձ համար շատ գրավիչ իմ կյանքի կողմն է։ Համոզված եմ, որ քույրս իրան եւս բժշկությունից հեռու չի պահում, հաշվի առնելով, որ ինքն էլ բժիշկների ընտանիքում է ապրում։ Իսկ մանկության տարիների հիշողություններն ամենից շատ այսօր ինչով են ասոցացվում։ Մեկ աշխատանքից հետո որ նստում եմ մետրո, շատերի մոտ կարող է եւ տարակուսանք է առաջացնում, բայց նախ հով է անհամեմատ, քան ճանապարհներին այդ խցանումներով եթե երթևեկենք երեկոյան ուշ ժամի եւ իհարկե շատ ջերմ հիշողություններ մանկական տարիներից, երբ մետրոն բացվեց, մենք դպրոցականներ էինք եւ դպրոց գնում էինք մետրոյով։ Կարծում եմ, որ ամեն մարդու կյանքում կան ինչ-որ հետաքրքիր ասոցիացիաներ մանկության հետ կապված, իր քաղաքի հետ կապված, փողոցների հետ կապված, մետրոն անշուշտ ինձ համար եւս այդ հիշողությունների հետ կապված շատ հետաքրքիր կյանքի կողմ է։ Իհարկե բազմաթիվ մանկական ուշեր կան Բաքի հետ կապված, որտեղ որ մեր ժամանակ է անցկացնում երաժշտական դպրոցի ընկերներիս հետ կապված ծնողներիս, տատիկներիս, պապիկիս եմ շատ լավ հիշում, որը որ անվանի շատ մեծ խոշոր շինարար էր եւ ինձ միշտ պարտություն էր ուրեմն պատճառում, երբ մենք հրապարակով քայլում էինք եւ հայրս ասում էր այս շենքերը պապիկը դա կառուցել, ես առանձնահատուկ պարտություն եմ ապրում, միշտ ընկերներից փորձում էի այդ հարցին մասնակից սարքել եւ ասել, որ այս շենքերը պապիկս է սարքել եւ ոչ միշտ էին կարողանում ճիշտ ընկալել, բայց ամենայն դեպս ջերմ հիշողություններ կան մանկությունից։ Հիմա տեղափոխվենք երիտասարդություն։ Կհիշեք այն օրը, երբ մի օր ձեր մայրիկի ձեռքը բռնած մտաք հիվանդանոց։ Դուք նկատում եք, որ աշխատանք է ընդունում։ Իհարկե, լավ տեղեկացված եք, իհարկե, որտեվ 15 տարեկան էի եւ ընդունվեցի հիվանդանոց որպես սանիտար։ Այն ժամանակ կար ուրեմն մի պարտադիր պայման բժշկական համալսարան ընդունելու համար, որ երեխաները, որոնք ընդունում են համալսարան, պետք է անպայման ինչև ընդունվել ունենան պրակտիկ աշխատանքի ստաժ, որպես սանիտարներ։ Եվ այն ժամանակ ես հիշում եմ իմ մոտ եկավ մի երիտասարդ իրեն մայրիկի հետ, իդեպ մայրիկը ժամանակին դա շատ հետաքրքիր է, ասեմ դες մայրիկը ժամանակին ինձ էր դասավանդում, այսինքն այստեղ սերնդափոխության հարց կա։ Եվս մանկությունը կարծես ավարտվեց այդ օրը, երիտասարդությունը այդպես էլ չսկսվեց, որովհետև աշխատանքը եւ հիվանդանոցային կյանքը կլանեցին ամբողջ ժամանակը։ Շատ լավ հիշում եմ, դա օգոստոսի 27-ն էր 87 թվականի, դա ինձ մեկ ամիս առաջ 15-ամյակս էր եւ մեկ ամիս անց ես արդեն ինձ համարում էի բավականին մեծ, որտեղ աշխատանք էի ընդունվել, աշխատավարձ էի ստանում, առաջի աշխատավարձով փախլավա առա հիշում եմ, բերեցի տուն, հացի խանութներում փախլավային վաճառում ես հիշում եմ։ Հիվանդանոցային կյանք սկսվեց ավելի պահանջատիրական, ավելի պատասխանատու, այլ շրջապատ, այլ պահանջներ, շատ ավելի մեծ մարդու պահանջեր դրված, քան երիտասարդների առջև, այնպես որ այդպիսի երիտասարդություն, որ այսօր տեսնում եմ եւ ուրախանում եմ երեխաների մոտ, որքան վայելում են, կարծես թե չի եղել։ Ուրեմն 1998 թվականին ես անցեի կազմում մեր հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական նիստը
որի ժամանակ պետք է քննարկվեր, թե ինչ կազմով պետք է աշխատի վարչությունը։ Այնտեղ նստած են բոլոր ուրոլոգները եւ ուսուցիչները եւ աշակերտները, այսպես կոչված ռեզիդենտները, եւ երբեք ես հարցրեցի ում տեխնացությունը կուզեիք որ լիներ։ Այնպեսի ականավոր եւ հեղինակավոր մարդիկ էին իրենց տեխնացությունները առաջադրել, որ մի քիչ կաշկանդվեցինք եւ որոշակի մտավախություն առաջացավ, արդյոք մեր ուզածը կլինի թե չէ։ Իրար նայեցինք եւ ոչ մեկիս կողմից չառաջադրվեց։ Եկել Արմեն Մուրադյանը այն ժամանակ ռեզիդենտ էր։ Ձեռքը բարձրացրեց, բայց ես ինձ եմ առաջարկում։ Այդտեսակ բոլորը այդպես զարմացած նայեցին, որտեղ նման բան չէր եղել։ Երիտասարդներին իհարկե մենք միշտ հարգել ենք, ուզեցել ենք իրար ճանապարհ տանք, բայց սա բացառիկ ինչ-որ բան էր։ Արմենը ասում, որտեղ այն ժամանակ Արմենը ռեզիդենտ, հիմա է մեր նախարարը, ասեց, որ ես գտնում եմ, որ իմ ներկայությունը ասոցիացիայի վարչության մեջ մեծ դեր կխաղա, որտեղ ես անելիք ունեմ եւ ասելիք ունեմ։ Բայց մի բան չենք կարող չնկատել, որ ձեր աշխատանքային առաջին տարիները Հայաստանի համար շատ դժվար ժամանակաշրջան էր։ Մի քանի ամիս հետո եղավ երկրաշարժը։ Առաջի կուրսեցիները ես հիշում եմ եկան, որ մեզ օգնեն այդ սանիտարների աշխատանքը կազմակերպելու եւ չեն կարողանում։ Մենք շատ փորձառու ենք, մենք շատ ավելի տեղյակ ենք, ինչպիսի շարժ է հիվանդանոցում, ոնց է պետք կազմակերպել, ոնց է պետք տեղափոխել։ Եվ իհարկե շատ մեծ պարտություն վրա թողեց Լենինգրադից այն ժամանակ ռազմաբժշկական ակադեմիայի բժիշկների այցը եւ իրանք աշխատում էին շատ հստակ պրոտոկոլներով կարծես թե տարբերվում էր այն մեր առօրյա աշխատանքից, որը որ մենք տեսել ենք, շատ ողջորված է եւ այդ պրոտոկոլներ անունը կարծես թե իմ հետ գալիս է մինչեւ այսօր, երբ ես փորձում եմ դա ներդնել օրենքի ուժով մեր բժշկության ասպարեզում, հաշվի առնելով, որ նրա արդյունավետությունը ամբողջ աշխարհում արդեն կա, գիտեն եւ կանոնակարգված բժշկությունը անհամեմատ ավելի արդյունավետ է եւ պաշտպանված է եւ բժիշկը եւ հիվանդը։ Կարող ենք ասել, որ առաջին պահը, երբ որ կդրեցիք հիվանդանոց, արդեն որոշեցիք, որ առանց բժշկության, բժշկական գիտության, չգիտեմ, արվեստի, եթե կարող ենք այդպես անվանել, բժշկական, չեք կարող։ Ես որոշումը կայացրել էի շատ ավելի վաղ շրջանում, որտեղ կապված էի տատիկներիս հետ, մասնավորապես մի տատիկս վիրաբույժ էր եւ մահացավ ես 12 տարեկան էի, շատ ցաներ իհարկե ապրումներով էր այդ շրջանը, բայց ես իմ համար հստակ որոշում ունեի, որ անպայման լինելու եմ վիրաբույժ, անպայման լինելու եմ բժիշկ, թե ուրոլոգ կլինեմ, թե այլ մասնագիտություն, իհարկե դա ժամանակի արդեն պահանջ էր, բայց որ բժիշկ եմ լինելու, մինչև այդ արդեն հստակ գիտեի եւ պատրաստ էի հոգեբանորեն, որ աշխատելու եմ այդ ասպարեզում։ Տարիներ առաջ ասպարեզում հայտնվեց մի երիտասարդ, բարետես երիտասարդ, որը շատ խելացի էր, համառ, եռանդուն, մասնակցում էր բոլոր հիվանդներին, իր հիվանդների հետազոտություններին, փորձում էր իր աչքերով տեսնել ամեն ինչ, իր ձեռքերով շոշափել, հասկանալ ախտաբանական process-ի էությունը, որպեսզի ճիշտ կազմակերպի լուծումը։ Եվ արդեն պարզ էր, որ այս երիտասարդը շատ առաջ կգնա, որտեղ ունի այդ մաղումը, այդ ջիղը եւ եռանդը։ Ինձ տպավորում է նրա սկզբունքայնությունը եւ գիտելիքների լայն պաշարը։ Գիտի բժշկի հետ խոսել բժշկի լեզվով, վիրահատանում գիտի իրեն ղեկը վերցնել իրեն վրա ամբողջ դժվարությունը եւ պատասխանատվությունը եւ իրեն թիմը, որը իրեն մեջքին կանգնած է, որը հավատ է ներշնչում դեպի իրեն, հա, լիարժեք եւ նորմալ գործը կտանի կհասցնի իրեն նորմալ ավարտին։ Դիրիժորը բարձր երաժիշտ պետք է լինի։ Այո, եւ նախարարը բարձր պատկերացնողը պետք է լինի առողջապահության խնդիրների եւ պրակտիկորեն պատկերացնող։ Ես առանց կոմպլիմենտների ուզում եմ հայտնել իմ այսպես բարձր գնահատականը իր հանդեպ եւ ուրախանալ, որ մեզանում կա այսպես մասնագիտական առողջապահական հարցերով մտահոգ մարդու, թե պետք կատակով պիտի ասեմ,
կարծում եմ, որ ինքը իր մտքում ինչ որ միտեղ նաև ափսոսում է շատ, որ երաժիշտը չի դարձել։ Դուք նաև պատմությանն եք շատ լավ տիրապետում, ոչ միայն Հայաստանի։ Ինչ որ ժամանակ նաև որոշեցիք պատմության ուղին շարունակել, թե սխալվում եմ։ Մանկական տարիներին շատ հետաքրքրված էի պատմությունով, ուզում էի պատմաբան լինել եւ մինչ այսօր այդ սերը փոխանցվում է դեպի կենսագրական, մեմուարիստիկան, դեպի ուրեմն պատմական քրոնոլոգիաների հետ կապված գրականությունը, ինձ համար դա հետաքրքիր է, ես զբաղվում եմ այդ հարցով, ունեմ բավականին մեծ հավաքածու, համապատասխանաբար ուրեմն ես նաեւ զբաղվում եմ ոչ միայն իրադարձությունների պատմությունով, այլ քաղաքների պատմությունով, մասնավորապես մեր քաղաքի պատմությունը ինձ համար եւս փաստավավերագրական նյութերի հետ հավաքածուն, որ ունեմ եւ անընդհատ փորձում եմ թարմացնել նոր նյութերով, այո, զբաղվում եմ, հետաքրքիր է ինձ, շատ հետաքրքիր է։ Եվ ճամփորդելիս նաև մեծ առավելություն է տալիս։ Ես մինչև որևիցե մի քաղաք գնալը անպայման թարմացնում եմ իմ ունեցած նյութերը եւ հետաքրքրում եմ քաղաքի հիշարժան պատմական վայրերով, որ ժամանակը ճիշտ օգտագործեմ։ Եվ կան քաղաքներ, որոնք շատ լավ գիտեմ եւ պատմությունը եւ կարծում եմ նաեւ ճարտարապետությունը քաղաքաշինական պատմությունի նկատի ունեմ եւ շատ հետաքրքիր նաեւ համոզված եմ իմ հետ իմ ուղեկիցներին, որոնք որ այդ պահին հետս լինում են, եթե դա երեխաներս են կամ քինսը, մի քիչ հոգնում են, որտեղ անպայման փորձում եմ ամբողջը ցույց տալ իմ աչքերով, ոնց եմ ես պատկերացում ունեմ, ոնց եմ ես վերապրում, բայց այո, քաղաքաշինության պատմությունը, կենսագրությունները, պատմական իրադարձությունները, առանձին ոլորտների, գեղարվեստի պատմությունը, երաժշտության պատմությունը, այն հատվածը, որը ինձ հետաքրքրում է ոչ դասական ձևաչափերով, ինձ հետաքրքրող մասերով բավականին ճանաչում եմ ու գիտեմ։ Եթե առողջապահությունը չընտրեիք, կարող ենք ասել, որ պատմության ուղին կշարունակեիք։ Կարծում եմ, որ հետաքրքրությունը բավականին կարող էր զարգանալ եւ ձևավորվել որպես արդեն մասնագիտություն։ Կարող է նաեւ ճարտարապետությունը ինձ հետաքրքրեր։ Եվս շատ հետաքրքրում եմ, մինչև այսօր էլ համենայնդեպս փորձում եմ քաղաքաշինական այդ խնդիրներին այն մասով, որ ոչ մասնագիտական, շատ միգուցե մակերեսորեն, բայց ինձ հետաքրքրող հատվածներում փորձում եմ ունենալ իմ պատկերացումները։ Հայրենասիրության ձեր չափանիշը ո՞րն է։ Լինել այնպիսի մասնագետ, որ կարող ես աշխատել նաև որևիցե այլ երկրում, բայց նախընտրել այդ քո ունակություններն ու գիտելիքները ծառայեցնել քո հայրենիքին։ Իսկական երևանցի ասելով առողջապահության նախարարն այսօր ինչ է հասկանում։ Երևան սիրողներին։ Բնավ ոչ Երևանում ծնված կամ սերունդներում երևանցի որպես ճանաչված Երևան սիրողներին։ Կարծում եմ, որ դա առանձնահատուկ մի խումբ է, որը որ կարող է ձևավորվել անգամ մարդկանց մոտ, որոնք որ չեն ծնվել Երևանում, որոնց ծնողները չեն ծնվել Երևանում եւ պարտանալ նրանով, որ պապերը կամ հայրը ծնվել է Երևանում, սա չի նշանակում Երևան սիրել կամ երևանցի լինել։ Երևանցին դա առանձնահատուկ պատասխանատվություն է նաեւ ձևավորված 40-ականներին, 50-ականներին այդ կարգավիճակը կարծես թե նաև պարտավորեցնում էր որոշակի բարոյական սկզբունքներին, վարքագծային սկզբունքներին Երևանի տղա երևանցիներ այս կարգավիճակը բավականին բարձր ազնվաբարոկ կերպար էր ստեղծել, կերտել եւ շատ ուրախ եմ, որ ինձ մանկուց այդ հաջողվել է տեսնել, զգալ շատ երևանցիներին ճանաչել եմ, մեծերին, որոնք որ գեղեցկացնում էին մեր քաղաքը, քայլում էին մեր քաղաքով, ամեն անգամ երբ առանձին ինչ որ մի հիշողություն է վրա հասնում, դա անշուշտ կապված է նաև հայրիկիս հետ, այդ տարիների հետ, 70-ականների հետ, երբ սկսում էր ձևավորվել պատկերացումները վարքագծերի վերաբերյալ, բարոյականության վերաբերյալ եւ սերը ձևավորումը դեպի այն բնակ վայրը, որտեղ այդ ամենը քո մոտ տեղի ունեցել եւ անշուշտ Երևանը սիրողը դա պատասխանատվություն է, դա վարքագիծ է եւ նաեւ բարձր բարոյականություն է։ Ինքը որպես երևանցի, որպես լավ հայրիկի տղա ունի շատ
հետաքրքիր մոտեցում դեպի կյանքը, դեպի ապրելը եւ դեպի Երևանը։ Կա այսպես երևույթ, որ ավագ սերունդները երևանցիների կարողացել են ոչ միայն այդ վարքագիծ ունենալ, այլ նաև փոխանցել։ Եվ այսօր երիտասարդների մեջ շատ կան Երևանին առանձնահատուկ ձևավորված զգացողություններով երիտասարդներ։ Սա շատ ոգևորիչ է։ Երբ հեռվից տեսնում ես մեր հեռուստաաշտարակը, արդեն իսկ ինչ որ մի ջերմության ալիք է անցնում, կարծում եմ որ շատերի համար շատ ծանոթ երևույթ պետք է լինի։ Մեր բնակլիմայական միգուցե չոր եւ բարձր գոտում գտնվող այդ արևաշատ օրերը, որը մեզ համար ջերմություն տվող են եւ առողջական կարող է բազմաթիվ խնդիրներ ձևավորող են, բայց նաեւ մեր մանկությունն է, մեր երիտասարդությունն է, մեր առօրյանն է, մեր կարծես թե ձևավորված մեր կերպարն է եւ մենք Երևանի մի մասն ենք, Երևանն էլ մեր մի մասն է։ Ես գիտեմ, որ դուք Երևանի փողոցներով քայլել սիրում եք, բայց ստացվում է։ Աշխատում եմ աշխատանքային այն հատվածում, երբ դա հնարավորություն կա, օրինակ ազգային ժողովից դեպի կառավարության շենք փորձում եմ այդ հարցը պատասխանից հետո մասնավորապես ոտքով մոտ տևում է 20-25 րոպե, որ այդ իմ ժամն է, որ ես ինքս իմ մտքերի հետ եմ, ինքս իմ Երևանի հետ եմ, փողոցների հետ եմ, եւ եթե երեկոյան ուշ աշխատանքից հետո հնարավորություն ունի, իհարկե փորձում եմ, շատ ինձ ազատ եմ զգում իմ քաղաքում, շատ ոնց որ տան մեջ քայլես, այդպես էլ քայլում ես քո փողոցներով, այդ անկյուններով, այդ ուրեմն փոքր եւ մեծ ուղիներով, կարծում եմ, որ սա մեր բոլորի համար շատ հոգեհարազատ զգացողություն է Երևանում իրան զգալ որպես տանը։ Պարոն Մուրադյան, ինձ հետաքրքիր է առողջապահության նախարարն աշխատանքից դուրս, որտեղ է կարողանում ինքը միայնակ լինել, ինքն իր հետ աշխատանքից դուրս իսկապես թեկուզ շատ կարճ ժամանակ վայելել հանգիստը։ Իհարկե տանը, ընտանիքի հետ հաշվի առնելով, որ փոքր երեխա ունենք տանը, որը որ չափազանց մեծ ջերմություն է տալիս եւ նաեւ պահանջում մեզանից այդ ջերմությունը, կարծում եմ, որ տան պայմաններում ընտանիքի հետ ազվագյուտ երբ կարողանում եմ գամ բյուրական, գամ ուրեմն բնության գիրք, ինձ համար սա եւս շատ հաճելի վայր է, ես գյուղը սիրում եմ։ Մենք հասկացանք արդեն։ Սիրում եմ գյուղացի ժողովրդին, գյուղացիներին, որտեվ աշխատասեր ժողովուրդ են, աշխատանք ձևավորված է իրանց մեջ որպես բնական պահանջ, իսկ աշխատող մարդը չի կարող լինել սկզբունքներից կամ հստակ վարքագծից դուրս։ Նա իր հստակ պատկերացումներով շարժվող անձնավորություն է եւ շատ պարզունակ մարդիկ են։ Շատ ավելի անկաշկանդ կարող են ներկայացնել իրենց տեսակետները, շփվում եմ իրենց հետ ինձ հաճելի է, միգուցե եւ ես գալիս եմ հանգստի հետ կապված տեղ եւ չեմ տեսնում այն բոլոր խնդիրները, որոնք որ հագեցնում են նրանց կենցաղը, բայց շատ ջերմ հարաբերություններ ունեմ իրենց հետ, նաեւ որպես բժիշկ շատերի հետ աշխատել եմ, այնպես որ միանգամից իրենց առողջական խնդիրներն են ասում, հանգստանալ առանձնապես չի ստացվում, բայց այնքան անմիջական ու այնքան պարզ մարդիկ են, որ միգուցե կտրվում ես առօրյա մեծ աշխատանքից եւ կարողանում ես զուտ մարդկային շփման մեջ այդ հանգստի րոպեները անցկացնել եւս։ Բայց հիմնական ընտանիքն է երեխաներս։ Ես հերթական հարցի մասին նախատեսել էի մի փոքր ավելի ուշ խոսենք, բայց քանի որ խոսեցինք գյուղից, չենք կարող շրջանցել հիմա, ես հիշեցի, երբ ամուսնությունից հետո դուք եկաք ձեր կնոջ հետ այստեղ բյուրական։ Դա այդպիսի տարիներ էին, երբ շատ մեծ հնարավորություններ ընտրություն չկար 94 թվին եւ մենք ոչ թե եկանք այստեղ, որտեվ ի տարբերություն բոլորի էկզոտիկ հանգիստ էինք ուզում գյուղում, երբ մնացածը գնում են ինչ-որ աշխարհը ճանաչ կուրորտներ, այլ ուղղակի դա այդպիսի հնարավորություններ եւ մեզ շատ լավ էր այստեղ։ Հենց այս տանը բյուրականում մեզ համար շատ ջերմ հիշողություններ է եւս դա կարծում եմ որ բյուրականը մեր ընտանիքում շատ մեծ դեր ունի ոչ միայն որպես ամառանոց, ոչ թե որպես նաեւ միտեղ որտեղ կարող են գնալ կտրվել, այլ սա եւս մեր տան մի մասն է, որը որ մենք փորձում ենք ամեն տարի ինչ որ մի հատվածով հարստացնել, ինչ որ մի հատվածով նոր ինչ որ մի բան սարքել երեխաներին
բերում է եւ մանկուց սովորացնում են այստեղ ծառերին խնամք ապահովել, ծառեր տնկել, որ տաք լինեն, իրանց սիրտը կպված լինի այս հողին։ Ես էլ շատ սիրում եմ, օրինակ ինքս ջրում եմ ծառերը ու շատ հանգիստ է ինձ համար դա ապարում։ Ես չգիտեմ, կողքից նայելը միգուցե այդքան տպավորիչ չի, երբ զբաղված ես ծառեր ջրելով, բայց երբ որ ինքդ ես դա անում, ոնց որ բնության մի մասն ես դառնում, այդ սնունդ ապահովող մասն ես դառնում եւ կարողանում ես իհարկե մտքերիդ հետ կենտրոնալ, շատ հազվագյուտ երևույթ է, բայց ինձ համար շատ հետաքրքիր է դա։ Կհիշեք, երբ ծանոթացաք ձեր կնոջ հետ։ Երկը կհիշեմ, հունիսի 2-ին 92 թվականի։ Բայց ասում են ոչինչով չտպավորվեց եւ ծանոթացաք երկրորդ անգամ։ Դուք նկատի ունեք, երբ ենք հանդիպել։ Մենք մինչև ծանոթանալը 1-2 անգամ հանդիպել ենք, որտեղ սովորում էինք նույն բժշկական ինստիտուտի կարծես թե նույն ֆակուլտետում, տարբեր կուրսերում, բայց տարբեր առիթներով հանդիպել ենք, բայց ծանոթացանք միայն 92 թվականին, մինչև այդ կարծեմ ինքը լավ գիտի քանի անգամ ենք հանդիպել։ Երկու անգամ իր ասելով մենք հանդիպել ենք, բայց ես ինքս եկա ծանոթանալու, ես հիշում եմ 92 թվականին, այդ օրը լավ հիշում եմ Վանդանոցի բակում մեզ ծանոթացրեցին եւ այդ օրվանից մենք մշտապես իրար հետ ենք անկախ նրանից, թե որ 2 տարի հետո նոր ամուսնացանք, մինչ այսօր մենք իրար հետ ենք եւ առաջի հերթին շատ լավ ընկերներ ենք։ Բայց նախարար դառնալուց հետո առաջինը ձեր կնոջն ազատեցիք աշխատանքից։ Ոչ թե ազատեցի աշխատանքից, այլ ինքը նախարարի խորհրդական էր եւ իր խորհուրդները կարող եմ ասել, որ բավարարում էին ինձ տանը եւ եթե նա նաեւ շարունակել խորհուրդ տալ աշխատանքի վայրում, դուք պետք է ազատվեիք աշխատանքից։ Ես մեկը պետք է ազատվեր, ես նախընտրեցի էգոիստաբար իրան ազատել։ Պարոն Մուրադյան, ձեր մասին հաղորդում պատրաստելիս, երբ ուսումնասիրեցի ձեր շրջապատը, ես մի բան հասկացա, որ բացի բժիշկներից, ձեր շրջապատում շատ մեծ տեղ ունեն մշակույթի, արվեստի նվիրյալներ, ոչ թե ներկայացուցիչներ, այլ իսկապես նվիրյալներ։ Ես միշտ շփվել եմ, անկոց շփվել եմ, այդ միջավայրում եմ մեծացել, հայրս երաժիշտ էր եւ ես ակամա իմ ցանկություններից արդեն ձևավորում էր եւ գեղարվեստական ճաշակը, երաժշտական ճաշակը եւ մշակույթի հանդեպ տածած այդ հարգանքը ստերեոտիպի մանկուց նոների կողմից է փոխանցվել, այնպես որ ինձ համար շատ հոգեարազատ միջավայր է, ես ինձ շատ լավ եմ զգում այդ միջավայրում։ Տարիների մեջ նաեւ երբ պրակտիկ բժիշկ էի, արդեն մի այդպիսի ուղղություն ձևավորվեց իմ աշխատանքի մեջ, երբ գալիս էին այդ բնակավարի մարդիկ, նաև բժշկությունը զուգակցում էր իրancs հետ երկարատև, շատ հետաքրքիր զրույցներով հաշվի առնելով, որ ես հիմնականում հիվանդանոցում էի լինում եւ չունեի այդ ազատ ժամերը։ Բացառիկ տղա է, ազնիվ տղա է, լավ բժիշկ է, շատ լավ, իմաստուն տղա է, դա քիչ են էլի։ Զարմանալի բան է, գրողները եւ բժիշկները շատ հեշտ չեն դժոխ գտնում իրար հետ, որտեղ երկուսն են կապ ունեն իրաչո մարդկային հոգու հետ։ Եթե բժիշկը դասից կապ ունի մեն մարմնի հետ, հոգին անդասում է, դա լիարժեք բժիշկ չէին ծանր։ Արմենը հավատ են ասունչում շատ հիվանդին, համագանք են ասունչում, եւ դա բուժման կեսն է, գիտեք, բուժման կեսն է։ Նա այն դիրիժորն է, որը զբաղվում է մեր հանրապետության առողջության հարցերով։ Սա ուղղակի ֆունկցիոնալ նախարարի մասին չենք խոսում։ Խոսում ենք այն առողջապահական դաշտի մասին, որ մարդը կարող է սոցիալական պայմաններում ունենալ ոչ շատ այսպես ապահով վիճակ, շատ հնարավոր է լիքը մարդիկ կան ապրում են ապահովության սահմաններից գրեթե արդեն դուրս, բայց առողջապահության սահմաններից դուրս մարդ, ես չեմ պատկերացնում մեր երկրի մեջ, որի արդյունքը այն մեծ դիրիժորի շարժումն է, որ իր այդ կողմնորոշվածությամբ
աշխարհի իմացությունը ճանաչելու եւ նաեւ պրակտիկորեն աշխատելու որպես բժիշկ, որպես վիրաբույժ, որ իր գործն է կատարում։ Պարոն Մուրադյան, ձեր ընկերները ձեր ուշադրության պակասը երբևիցե չեն զգացել։ Միգուցե դա մասնագիտական հատկանիշների հետ է կապված, որ փորձում ես ել ավելի ուշադիր լինել, դա ձևավորում է յուրաքանչյուր մասնագիտություն ձևավորում է իր վարքագիծը։ Եթե նկատել եք, մանկաբույժները շատ քնքուշ են խոսում եւ Ունակ ուրոլոգները բարձր են խոսում սովորաբար, որտեղ տարեցների հետ են խոսում։ Այդ վարքագծային կողմերի մեջ նաև կա ուշադրության, գթասրտության, հոգատարության խնդիրները, որոնք որ ամենալավ կրթված բժիշկին կարող են տարբերել իրական բժիշկից, որը եւ լավ կրթություն ունի եւ նաեւ այդ ուրեմն հատկանիշները ոչտված է։ Կարծեմ, որ չի կարող դա չհանդառնալ կենցաղի մեջ, ընկերության մեջ, երբ միգուցե ժամանակ առ ժամանակ կարող է դժգոհ են, որ ավելի ուշադիր ես։ Այդ օրերին, երբ ես առողջական խնդիրներով հիվանդանոցում էի, տեղի ունեցավ Եղվարդի մանկապարտեզի այդ հայտնի թունավորման դեպքը։ Եվ ամեն օր լուրերով, ռադիոյի հեռուստատեսչության լուրերով ես հետևում էի, թե որքան բազմազբաղ է Արմեն Մուրադյանի օրը, ասուլիսներ, հանդիպումներ, երեխաներին այցելություն, հանդիպումներ այդ երեխաների ծնողների հետ, եւ այդ հոգնությունը պարզապես էկրանից անգամ իր աչքերից երևում էր։ Բայց միևնույն ժամանակ այդ հսկայական զբաղվածության մեջ նա ժամանակ էր գտնում օրական 2-3 անգամ զանգահարելու տեղեկանալու իմ առողջական վիճակի մասին, ավելին։ Երեկոյան չէ, գիշերը 10-ին, 11-ին, 12-ին օրվա վերջում անպայման այցելում էր հիվանդանոց եւ մենք խոսում էինք, նա տեղեկանում էր իմ առողջական վիճակի մասին։ Դա մասնագիտության եւ դաստիարակության եւ մասնագիտության ացանցիալ է։ Իսկ հիշեք, երբ Արմեն Սմբատյանի եղբայրը առողջական խնդիր ուներ եւ պետք է տեղափոխվեր Մոսկվա։ Հիշեցիք ինչի մասին եմ հարցնում։ Գիշեր, բայց կուզեի որ տենց անձնական, այնել բժշկական ծանր դեպքեր չքննարկենք։ Այնպես ստացվեց, որ իմ եղբոր մոտ գտան հիվանդություն շատ բարդ եւ ես պետք է տանեի հիվանդանոց եւ կոնսուլտացիաներ, ստուգումներ անել եւ կողմնորոշվել թե ինչպես առաջնորդվել։ Եվ հիվանդանոցում, երբ ես լավ հիշում եմ կանգնած, սպասում էի բժիշկները մոտենում էին, ամեն մեկը ինչ-որ կարծիք էր ասում, ես բավական ոչ չի կարողանում կողմնորոշվել։ Արմենը մոտեցավ, ինչ է պատահել, ասեցի, պատահել, անմիջապես ակտիվացավ, գնաց բժիշկների մոտ, կազմակերպեց, դու գնացինք սենյակ, նստեցինք եւ պետք է շտապ որոշում կայացնել։ Որոշում պետք է կայացնել եւ տեղափոխել Մոսկվա։ Դե քանի որ ես էլ Մոսկվայում ինչ-որ կապեր ունեի եւ ճանաչում էի հատերին, շտապ տեղափոխեցի Մոսկվա։ Արմենը եկավ Մոսկվա։ Մենք մտերիմ չենք։ Եկավ Մոսկվա եւ Մոսկվայում հիվանդանոցում, երբ որոշում կայացրեցին վիրահատել, շատ լուրջ վիրահատություն էր։ Վիրահատությունը կազմակերպեցին, Արմենը Մոսկվայում էր եւ վիրահատությունից հետո ինչ որ փորձանքներ սկսեցին, որի համար պետք էր նորից ինչ-որ միջամտություն։ Եվ այդ խոսակցությունը եղել է իմ աչքիս առաջ, երբ Մոսկվայի շատ հայտնի բժիշկներ, անուններ չեմ ուզում տալ, 5-6 հայտնի վիրաբույժներ կանգնած վիճում են, թե ինչ անեն, բավական նյարդային, որովհետև ժամանակ չկար, եւ Արմենը բժշկական զգեստով կանգնած այնպես հետ ակտիվ զրուցում էր։ Ես կողքից նայում էի։ Նրանք ասում էին մի բան, Արմենը ասում էր շատ վստահ մի ուրիշ բան։ Այդ հիվանդության հետ կապված մենք մտերմացանք եւ մեծ ցավ եմ այսօր իհարկե հիշում, որ նա մեզ հետ չի արդեն շուրջ 10 տարի, տեղը շատ զգում եմ։
նրա խրատները, որովհետև նա բացարձակ համեստ անձնավորություն էր։ Ես կողքից նայում եմ, ասում եմ, ինչ անում Արմենը, աշխարհահռչակ բժիշկներ կանգնած են, ինչ վիճաբանություն է։ Ես հայերենով ասեցի, որ չհասկանան, ասեցի Արմեն, սրանք այդնի բժիշկներ են, Արմեն, լսի, ես ո՞նց ես տենց բանկով վրա վերցնում։ Արմենը սենց նայեց ին վրա, ասեց, ես վստահ եմ ինչ ասում եմ։ Միանշանակ։ Ես զարմացա, ես չեմ հասկանում, ինչ դժվար է որոշում նորից կայացնել։ Բժիշկներից մեկը տարիքով շատ հայտնի վիրաբույժ կար, ինքը ասեց, որ փորձենք ինչպես ասում է Արմենը, գուցե եւ ճիշտ է ասում։ Համաձայն չէի մնացածները։ Մի խոսքով արեցին ինչպես Արմենն էր ասում, եւ ես հիշում եմ, երբ այդ գործողությունից հետո բոլորը վերադարձան, պալատ եւ ուղղակի շատ շնորհակալ էի Արմենից։ Արմենը շատ սառը դեմքով նայում էր, ես կարծում եմ հիմա կասի, տեսակ ես ինչ արեցի, ես դարձակ սառը դեմքով։ Ինձ համար դա շատ հետաքրքիր մի տեսակ է մարդու, որը կարող է որոշում կայացնել, ճակատագրական, դա որոշումը, երաժշտի որոշումը չի այսպես նվագեց կամ այնպես նվագեց, ճակատագրական որոշում կայացնել, իր վրա վերցնել եւ դրանից շատ մեծ հաճույք չստանալ։ Անվանի մարդկանց առողջություն առավելևս այն մարդկանց, որոնք որ այսօր մեզ հետ չեն, չի ուզենա մեկնաբանել, նախ ինձ համար շատ խորն են իրանք, իրանց բացակայությունը կան այդպիսի անհատականություններ իմ կյանքում, որոնք որ իրանց իմ կյանքում լինել է երբևէ, որ տարիների որ եղել է, այսօր իմ համար շատ էմոցիոնալ կողմն է իմ կյանքի, այդ հուշերը, իրանց հետ կապերը, իրանց հետ, ասենք, հարաբերությունները, առավելևս իրանց հիվանդության պատմությունները կամ իմ դերակատարումը այդ ընթացքում, այո, դա իրականություն է, ես շատ շատերի հետ փորձել եմ նաև ունենալ որ բժշկությունից դուրս նաև մարդկային հարաբերություններ, չնայած բժշկության մեջ կա այսպիսի օրենք, որ բժիշկը բժշկելու ընթացքում պետք է փորձի իրեն որոշ չափով զերծ պահել մարդկային ավել ջերմությունից եւ որովհետեւ եւ դա կարող է անդրադառնալ եւ բժշկական քո աշխատանքի եւ նաեւ կարող է քո համար դառնա անձնական մեծ ողբերգություն նրանց կորստի դեպքում սա չգրված օրենքներն են բժշկության ես այդ գիծը պարբերաբար անցել եմ Պիտի խնդրեմ հիմա ձեր գրքի շնորհանդեսը փորձեք հիշել դուք մի քանի մենագրություն ունեք Ձեր մայրն էր ձեր առաջին քննադատը այնտեղ, թե ես սխալվում եմ։ Մայրս առհասարակ իմ առաջին քննադատն է, բոլոր հարցերի վերաբերյալ իր տեսակետները ունի, իր խորհուրդները ունի, ես շատ բարձր եմ դա գնահատում, իմ դասախոսն ա եղել համալսարանում եւ բժշկական եւ նաեւ մինչև համալսարան ընդունվելը որպես աբիտուրիենտ իր մոտ է քիմիայի պարապում, մայրս այն ժամանակ աբիտուրիենտների հետ պարապում էր եւ ես այդ սերունդները բժիշկների նաեւ մեր տանն են անցել գրքի վերաբերյալ արդեն այն շրջաններ, երբ նեղ մասնագիտական քննադատության խնդիր կար, չեմ կարծում որ մայրս լիներ այդ նեղ մասնագիտական դաշտում, բայց գրքի շնորհանդեսը իր համար իհարկե անշուշտ մեծ ուրախություն էր, ոնց որ յուրաքանչյուր մոր համար իր զավակի հաջողությունները, հանրային ճանաչումը կամ ուրեմն հաջողված որևիցե մի նախագիծ։ Ներկային նույնպես մեր հայտնի մեր ազգաբնակչությանը հայտնի մարդիկ, մեր հայտնի պրոֆեսորները, ակադեմիկները, բայց այդ դահլիճում կենտրոնական տեղը զբաղեցնում էր Մուրադյանի մայրիկը, շրջապատված ծաղիկներով, եւ երբ Արմեն Աբգարեչը ելույթ էր ունենում, թվում էր թե նա հաշվետվություն է ներկայացնում իր հաջողությունների համար, իր կյանքի հաջողությունների, նվաճումների համար, իր մայրիկին։ Դա շատ հուզիչ էր, դա շատ գեղեցիկ էր։ Մայրս իհարկե շատ ուրախ ու երջանիկ էր այդ օրը,
բայց կարծում եմ, որ գրքեր կլինեն, նոր գրքեր եւս կլինեն։ Պարոն Միլոյազյան, սխալված չեմ լինի, եթե նկատեմ, որ բժշկի համար ամենաթանկ նվերը հիվանդի երախտիկի խոսքն է, երախտագիտությունն է։ Ձեր կյանքում բազմաթիվ են եղել այդ դեպքերը, ես գիտեմ։ Մեկը կուզեի, որ հիշենք, երբ երկու երիտասարդ աղջիկ ձեզ մի ժամացույց էին բերել հիվանդանոց, ձեր ծննդյան։ Լավ տեղեկացված եք իհարկե, բայց ասեմ ձեզ, որ շատ կարևոր մաս է յուրաքանչյուր բժիշկի կյանքում երախտիկոլի աչքեր տեսնելը, մանկաբույժների մոտ ծնողների աչքերն են դա, հետագայում արդեն մեծացած երեխան է, որը որ կյանքում ինչ-որ հաջողություններ է հասնում եւ խոսում են այդ երեխայի մասին որպես բուժող բժիշկ, իհարկե սա ամենամեծ գնահատականն է աշխատանքի, բայց ես չէի ուզենա, որ այդպիսի տպավորություն ստեղծվեր, որ առանձին դեպքերը դա միայն էպիզոդներ են։ Մեծ ամասնությունը մենք բնակչության մեր ժողովրդին նրանք երախտապարտ են։ Երախտապարտ են իրենց վերաբերմունքով, կենցաղային վերաբերմունքով, հիմա որ գյուղում դուրս գան կարող է մածուն բերեն կամ լավաշ բերեն, սովորաբար այդ երևույթը կա, ամեն անգամ ինձ դա շատ շոյում է, որ տարիներ առաջ ինչ-որ մի փոքր հարցում բժշկական օգտակար է եղել եւ ինքը այդ հնարավորությունը ունի, կամ մի այլ տեսակի կենցաղային խնդիրում ինքը փորձում է իր ունակությունները դրսևորի, բայց դա երբեք ու երբեք չպետք է սպասված լինի, հակառակ դեպքում դա իր քաղցրությունն ու համոհոտը կորցնում է։ Ստացվում է երեխաներին բավարար ժամանակ հատկացնել։ Իհարկե ոչ։ Հաշվի առնելով նրանց տարիքային մեծ տարբերությունը 5 տարեկան, 16 տարեկան, 20 տարեկան, նրանք բազմաուղղված զարգացում են ապրում, տարբեր հարթություններում, տարբեր հետաքրքրությունների մեջ, մեկի մոտ դա աշխատանքի տեղավորվել եւ փորձում են ինձ ներկայացնել, թե ոնց է ինքը գնացել եւ ինքնուրույն տեղավորվել այդ խոշոր գործակալությունում, մյուսը իր ընկերական շրջապատում ինչ խնդիրներ եւ ինչ հաջողություններ ունակ ջրի գնդակի այդ մրցույթներում ունի, փոքրը մշտապես պահանջում է կամ հեքիաթներ կամ ուղակի ուշադրություն իրան տանեմ ինչ որ միտեղ ժամանակ հետ անցկացնեմ, այնպես որ միանգամից բոլորին բավարարելը դժվար է, ժամանակ շատ են տանում, բայց մեծ հաճույք եմ ստանում, եթե մեծերի հետ այդ երիտասարդ տարիքում դա չի ապրում, այդ զգացողությունը փոքրը շատ ավելի ծնողական բերկրանքը շատ ավելի շատ են փոքրի հետ ապրում, որովհետև միգուցե եւ ավելի հասուն տարիքում է պետք երեխայի դաստիարակությունով զբաղվել։ Մենք շատ երիտասարդ էինք, որ ամուսնացանք 20-21 տարեկան եւ երեխաները իհարկե այդ տարիքում որ ծնվում են միգուցե տատիկ պապիկը ավելի մեծ պատասխանատվություն են զգում քան մենք, որոնք որ փորձում ենք եւ սովորենք եւ աշխատենք եւ աշխատանքի մեջ մեզ գտնենք, այս շրջանում ուրիշ կերպ է վերապրում դա։ Գնումներ կատարել հաջողվում են տանիքի համար։ Ես շատ վատ գնորդ եմ, ամենատպես այդ որակավորում ինձ կինս է տալի միշտ, որովհետև ես շտապում եմ եւ կարծում եմ, որ այդ շոփինգ ասածը, որը որ շատերի համար այսօր հակադեպրեսանտ է հանդիսանում, ինձ համար շատ դժվար մի երևույթ է, ոնց որ Վարշավիրանոցը այնպես էլ շոփինգը ես շատ դժվար եմ տանում, որ կորած ժամանակ լինի իմ համար, որ ես չեմ զբաղվել նրանով, ինչ որ կուզեի զբաղվել։ Այդ պարագայում կինս է իհարկե այդ ամբողջ իր վրա վերցնում, ես չեմ կարողանում այդ գնումներով զբաղվել։ Ծնողական ժողովների ստացվել է մասնակցել երբևիցե։ Շատ կարող է մեկ անգամ։ Չէ, երևի թե չէ։ Չէ, դա մշտական երեխաների նեղացվածության շարժարիտներ, որ ես դասարանները շփոթում էի մեծերին, որ դասարանում են իրանք սովորում, ամեն անգամ երբ հարցը տալիս էին, որ դասարանում է երեխան, երկուսով իրար հետ տանում էին ինձ, որ համոզված էին, որ հիմա խառնելու եմ դասարանը, հետո նեղանում էին, որ իրանց հաջողությունները իմ համար այդքան կարևոր չեն, բայց ծնողական ժողովները չէ, կինս է գնացել։ Իմ ծնողական ժողովները երեկոյան ուշ ժամի, երբ որ բոլորով հավաքվում ենք եւ մայրը ներկայացնում է օրվա իրանց արածը եւ չարածը։